Այժմ հարցի համար Տարոն Չախոյան, համեցեք պարոն Չախոյան։ Տիկին Հովսեփյան, բավականին հետաքրքիր խոսույթով հանդես եկաք, ուղիղ ցիտում եմ մի քիչ առաջ այդ ամբիոնից ձեր արած հայտարարությունը։ Մենք կողմ ենք եվրոպական ինտեգրմանը։ Իհարկե այս խոսքերին քիչ էր մնում հավատալ, բայց հանկարծ հիշեցի ձեր առաջնորդի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սամվել Կարապետյանի ոչ վաղ անցյալում, դեռևս 2025 թվականին արած հայտարարությունը։ Հիմա խնդրում եմ լսեք։ Выражаем категорическое несогласие с выбранным действующими властями Армении курсом на евроинтеграцию. Выражаем категорическое несогласие с выбранным... Հիմա տեսեք ինչ է ստացվում, Տիկին Հովսեփյան։ Դուք այդ ամբիոնից մեզ փորձում եք համոզել, որ կողմ եք եվրոպական ինտեգրմանը, ձեր առաջնորդը հայտարարել է, որ կատեգորիկ դեմ է եվրոպական ինտեգրմանը։ Սա ոնց հասկանանք։ Եվ երկրորդ հարցը, խնդրում եմ հստակ շեշտել, թե 21 թվականի որ ամսից եք գնացել դեկրետ։ Շատ հարցից երկրորդից գամ, թե առաջինից։ Երկրորդը ավելի հեշտ էր, 2021 թվականի ամռաններ, հուլիս, եթե չեմ սխալվում հուլիս, ամիսներ, հունիսին ընտրություններն էր, մի ամիս իմ հաշվին արձակուրդ եմ վերցրել, որպեսզի այլ չաշխատեմ, հետո գնացել եմ երեխայի խնամքի արձակուրդին, այնպես որ կոնկրետ հուլիս, երևի հուլիս ամիսին եմ գնացել երեխայի խնամքի արձակուրդին, դա ավելի երևի պարզ հարցներ, որ պատասխանեցի, երկրորդը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը իր հայտարարությունը, որ նշում է, խոսում էր ընդհանուր իր որակում ու գնահատականներ տալիս, խոսքը գնում է այն մասին, որ պետք է, ինչպես ես ինքս եմ բազմիցս նշել, հստակ տարբերակել եվրոպական ինտեգրումը եվրոպական միության անդամակցությունից։ Եվրոպական ինտեգրմանը մենք միանշանակ կողմ ենք, բայց այստեղ ես այլ հարցադրում ունեմ, եթե դուք եք կողմ եվրոպական ինտեգրմանը, եթե, ապա ինչու գործնական քայլեր այդ ուղղությամբ չի իրականացվում։ Օրինակ, դատարանների անկախության ուղղությամբ աշխատանքներ չի իրականացվում։ Օրինակ, սննդի որակի ստանդարտների համապատասխանեցում չի իրականացվում։ Օրինակ, ինչու մեր քաղաքացիները այսօր ստիպված են խնդիրների բախվել իրենց մթերքը դեպի Եվրամիություն արտահանելու։ Բազմաթիվ հարցեր են առաջանում այն ուժի նկատմամբ, ով որ եկել է Եվրոպական միության անդամակցության դրոշակով, բայց այսօրվա դրությամբ անգամ եվրոպական ստանդարտների կիրառում չունենք մենք այսօր Հայաստանում։ Այստեղ ինձ թվում է արդարացի եւ հիմնավորված հարցեր է առաջանում, երբ որ մենք տեսնում ենք Հայաստանում շուկաները, երբ որ մենք տեսնում ենք իրավական համակարգի բարձի թողի վիճակը։ Այդ դեպքում ինձ մոտ իսկականից հարցեր է առաջանում, թե արդյոք անկեղծ եք դուք դեպի Եվրոպա գնալու ձեր հայտարարած հռչակագրային մոտեցումների մեջ։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Տիկին Հովսեփյան, խնդրում եմ չխեղաթյուրել իմ տված հարցը։ Խոսքը չէր գնում բացարձակապես եվրոպական միությանը անդամակցելուն, խոսքը գնում էր եվրոպական ինտեգրմանը, որին քիչ առաջ այդ ամբիոնից հայտարարեցիք, որ կողմ եք։ Այնինչ ձեր քաղաքական առաջնորդը հստակ ասում է, որ կատեգորիկ դեմ է։ Եվ եւս մեկ այլ հարց։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ձեր առաջնորդի որդին ձեր առաջնորդի տուն հրավիրեց Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահին Էմանուել Մակրոնին։ Բնականաբար Մակրոնը չգնաց ձեր առաջնորդի տուն, ինչից հետո ձեր առաջնորդը արեց հայտարարություն, շատ ներողություն, որ ստիպված եմ այս դալիճում հնչեցնել այդ բառը, Մակրոնը եկավ Փաշինյանին զասոս արեց։
Հազար ներողություն այս բառի համար, բայց այդ բառի հեղինակը ես չեմ։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում այս բառամթերքով եք հարաբերվելու եվրոպացի մեր գործընկերների հետ։ Շնորհակալություն։ Գիտեք, երբ որ մենք որոշում էինք արդյոք պետք է մանդատները վերցնենք, թե ոչ, ինչ ռազմավարություն ենք ընդունելու այս ազգային ժողով մտնելիս, ինչ դիրքավորումներ ենք ունենալու։ Մենք ունեինք հստակ որոշում գալ այստեղ եւ աշխատել։ Գալ այստեղ աշխատել Հայաստանի քաղաքացու կյանքը բարելավելու համար։ Եթե մենք սկսենք մեջբերումներ անել ձեր ղեկավարից, կարծում եմ բարեկրթությունից կմնա բտարը, իսկ մեր որդեգրած կառուցողական քաղաքականությունից կմնա կտարը։ Ողջույններս կանանց իրավունքների պաշտպաններին այստեղ, ոնց որ ձեր աշխատանքը, ձեր թիմի ներսում տղամարդկանց հետ, որ ասում եք վարում եք, որպեսզի իրենք ինչ որ հստակ դիրքորոշումներ ձևով իրենց պահեն, ոնց որ լավ չի ստացվում ձեզ մոտ, որովհետև մենք տեսնում ենք ձեր կողմնակալությունը, մենք տեսնում ենք ձեր լռությունը այն ժամանակ, երբ որ պետք է խոսեք։ Այնպես որ ես ձեզ խստագույնս հորդորում եմ, մի ստիպեք մեզ մեջբերումներ անել ձեր թիմի ղեկավարից։ Իմ դաստիարակությունը, իմ անցած ճանապարհը ինձ ուղղակի թույլ չեն տալու այդ հայտարարությունները անել այս ամբիոնից, որովհետև ներողություն 20 վայրկյան, որովհետև ինչպես նշել էի, մենք եկել ենք այստեղ այս ամբիոնի նկատմամբ հարգանքը վերականգնելու։ Իսկ ձեր ղեկավարի արած հայտարարությունները անելիս ամենևին էլ այդ ուղղությունը չի պահպանվելու։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։